Կոռուպցիա եւ թալան ընտրվելուց 7 տարի անց իշխանությունը ոչ թե իր ձախողումներն է թվարկում, այլ դժգոհում է նախկիններից։ Քննարկումը գլխավոր դատախազի ներկայությամբ է Աննա Վարդապետյանը խորհրդարանում է նախորդ տարվա զեկույցով։ Մենք չենք գնացել վենդետաների ունեցված խլելու, մեջ անելու ճանապարհով, մենք ստեղծել ենք մեխանիզմ, որը չի ճանաչում անուն ազգանուններ, տարեթվեր, պաշտոններ եւ ծանոթներ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները շատ են սրտնեղում, երբ իրենց են կոռուպցիայի համար մեղադրում։ Պարոն Մինասյանը ինձ շատ է հանդիպում ավտոկայանատեղիում մեր ազգային ժողովի եւ օրինակ իմ մեքենան իր մեքենայից ավելի էժան է։ Ես իշխող խմբակցության քարտուղարն եմ, ինքը ընդդիմադիր։ Սենց ոնց կլինի։ Արթուր Հովհաննիսյանը ենթադրություններ է անում, թե ընդդիմադիրների աչքերի մեջ ինչ կարելի է տեսնել։ Իրար աչքերի մեջ շուշուտ կնայեք ու իրար աչքերի մեջ կտեսնեք Արցախի, Լեռնային Ղարաբաղի հանձնումը, կտեսնեք ձեր բաժին մեղքը Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի տեղահանման։ Իշխանությունը դիվահարվում է, երբ ընդդիմադիրները կոռուպցիայի մասին են խոսում, ասում է Արծվիկ Մինասյանը։ Կոռուպցիան, որը իշխանության բնական եւ տրամաբանական ծնունդն է, չի կարող կպնել ուղղակի ընդդիմությանը։ Ընդդիմության եւ կոռուպցիայի միջև կապը ենել առաջիկա զարգացումների շրջանակներում ուղղակի աբսուրդ է։ Մինասյանի խոսքով այս իշխանությունը տապալել է կառավարման բոլոր ոլորտները, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարը։ Ոչնչացրել է մեր ազգային իղձերը։ Այո, հանձնել է Արցախը, ուրացել է Արցախը։ Դրան զուգահեռ հիմա այս իշխանությունը, որը այսպես ասած կարևոր քայլերից էր համարում ժողովրդավարությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը, ամբողջությամբ թաթախվելով հակաժողովրդավարական գործընթացների մեջ, նաեւ իրականացնելով կոռուպցիոն հսկայական գործարքներ, տապալել է նաեւ սա։ Այդ մանտրայի պես որ կրկնում եք ամեն անգամ, սպանեց մեր իղձերը, հանձնեց, ուրացավ, ձեզ պետքա մանտրաքարտեր տպենք, մանտրաքարտ տա կոչենք եւ ձեզ բաժանենք բոլորիդ, որ դուք հանկարծ չմոռանաք, շպարգալկայի պես միշտ դրած լինի։ Ընդդիմությունն ըստ իշխող ֆրակցիայի ղեկավարի խավարամտության արշավանք է մղում նոր գաղափարների դեմ, օրինակ ակադեմիական քաղաքի եւ ոչ միայն։ Հատկապես ագրեսիվ են պարեկների նկատմամբ։ Ասում եմ պարեկները բանով Volvo-ով իրենց գնում են բան, բայց պարեկները չեն կարող ոտով վազելով գնան այդ։ Պարեկները ինչ որ մեքենայով պետքա գնան։ Իշխանականների պատմելով, երբ ժողովրդի հետ են հանդիպում, իրենցից հետաքրքրվում են, թե ինչու թալանչիները նստած չեն։ Հասմիկ Հակոբյանն անդրադառնում է նաև Նիկոլ Փաշինյանի աղմկոտ հայտարարությանը։ Ասել է, եթե ընդդիմադիր մամուլին հետևեմ, ձեզ բոլորիդ պետքա տանեմ լցնել պատվալ ու այո, եւ ոչ միայն դա, այլև կախել հրապարակից, որտեղ դուք չեք շփվում քաղաքացիների, չգիտեք, որ նման պահանջ կա հասարակության մեջ։ Տարեկան զեկույցով խորհրդարանում է նաև քննչական կոմիտեի նախագահը։ Պատգամավորները նրանից հետաքրքրվում են, թե ինչ բացահայտումներ կան Արարատ Միրզոյանի դեմ 2020 թվականի սպանության փորձի գործից։ Հավաստիացնում եմ, որ այս շաբաթ հենց հիմա նաև այդ գործով քննչական ստորաբաժանումը կատարումը պլանավորումը անհետաձգելի քննչական գործողություններ եւ շուտով արդյունքներ կունենանք, որովհետեւ ի պատիվ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ անձանց չպարզաբանված անձանց արդեն նույնականացրել ենք։ Պողոսյանը վստահեցնում է, ամենօրյա շփումների մեջ է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, ակտիվ նախաքննություն է ընթանում։ Բազմաթիվ փորձակնություններ ունենք, բազմաթիվ վարույթային գործողություններ ունենք կատարված, ես չեմ ցանկանա Տիկին Թովմասյան այս ձևաչափով սենց անդրադառնամ, թե կոնկրետ օրինակ ինչ գործողություններ են կատարել։ Անհետ կորած զինծառայողների մեջ կան նույնականացված անձինք, որոնց ծնողները հուղարկավորել են։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։